Ես Արադ Հրոսյանն եմ եւ հույսով եմ այսօրվա հանդիպումը կանցնի հետաքրքիր։ Պատասխանեք մեր բլից հարցաշարին։ Ձեր ամենասիրելի գիրքը։ Գարգանտիոյա եւ Պանտագրուել Ֆրանսուଆ Ռաբլեի։ Ամենասիրելի ֆիլմը։ Հրեշտակի սիրտը Ալան Պարկերի։ Կյանքի ամենավառ հիշողությունը։ Տղայիս ծնունդը։ Արվեստի որ ստեղծագործությունն է թողել ամենամեծ տպավորությունը կամ ազդեցությունը։ Ռավելի Բոլերոն։ Բնավորության ամենախանգարող հատկությունը։ Անկազմակերպվածությունը։ Ստեղծագործելու ամենամեծ խթանը։ Անկազմակերպվածությունը։ Ինչն է ձեզ առավել անհանգստացնում։ Մեկ-մեկ մեջքի ցավերը։ Ինչ է կընտրեք, ջուրը թե ցամաքը։ Ջուրը։ Աֆրիկան թե Անտարկտիդան։ Աֆրիկան։ Թագավոր թե ծաղրածու։ Ծաղրածու։ Գործիքավորումը ըստ ձեզ դա շարունակեք միտքը։ Գործիքավորումը ըստ ինձ դա տուն վերանորոգելու պես մի բան է, որը երբեք չես վերջացնում, բայց ժամանակին կանգնեցնում ես, եթե բախտդ բերում է, իհարկե, ժամանակին կանգնացնել։ Այսինքն process-ը այնքան շարունակական է եւ այնքան կարող է անընդհատ ձևափոխել, որ կարող ես բերել ամենալավ նյութը նույնիսկ հասցնես ամենահիմար երաժշտական ինչ-որ տարբերակի, կամ էլ կարող ես ամենաքիչ համեմունքներով ստանալ ամենահետաքրքիր բանը։ Ինձ մոտ շատ է պատահել, որ վերջում նորից անդրադարձել եմ այդ սկզբի եկած մտքին, որը որ ամենաճիշտն էր ու ամենապարզն էր, նույնիսկ կես տարի ժամանակ է ինձ գնացել վերադառնալու նույն այդ կետին, որը որ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ես փորձել եմ դա անել։ Ի սկզբանե իմ կարծիքով երաժշտությունը, ընդհանրապես երաժշտության հետ կապված յուրաքանչյուր ճյուղավորումը դա քանի որ մարդու ոչ մաթեմատիկայի եւ ոչ կոնկրետ գործոններից է բաղկացած, մարդու սրտից եւ հույզերից է բխում, դա չի կարող ինքնին լինել վատ։ Նայած մարդը իր ներքին հայելիներով ոնց է դա մեկնաբանում եւ վերջի հանձնում իր ունկնդրին։ Դրանից էլ հենց մենք այս պահին ունենք խնդիրներ եւ այս կամ այն պատճառներով փորձում ենք դա լուծել մենք մեր ձևով։ Հիմիկվա ինդուստրիան, երաժշտական այդ արտադրությունը, որը որ տենց կոչվում է, դա ուղղակի մենք մտածում ենք, որ դա պահանջարկն է այդպես, բայց այդպես չի։ Դա ուղղակի արտադրողների թուլությունն է, որը որ տալիս եւ մեկնաբանում է իր ձևով եւ փաթաթում է ունկնդրողի վզին։ Դա է իմ կարծիքով ամենամեծ խնդիրը, այլ ոչ թե պատճառաբանությունը, թե ժողովուրդը դա է ուզում, դրա համար մենք այդ երաժշտությունն ենք տալիս։ Ունկնդրին պետք է տաս այն, ինչ որ դու ես ազնվորեն դա անում։ Ուրիշ բան, այդ ճանապարհին կա ցենզուրա, թե չկա ցենզուրա։ Մենք հիմա ունենք ցենզուրայի մեծ բացակայություն, որովհետև յուրաքանչյուր ոճի մեջ կիսատ եւ թերի երաժշտական մեկնաբանություններ են գնում դեպի ունկնդիրը, ցավոք սրտի, դա փոփոխական ժամանակաշրջանն է։ Մեզ մոտ յուրաքանչյուր բնագավառում արվեստի։ Իսկ շոու բիզնեսը ամենտեղ էլ իր շոու հասկացողությունը ունի, որի մեջ կա արվեստին ոչ այդքան մոտիկ բան, որովհետև եթե մենք կյանքի փորձից նայենք, չենք կարող դատել, թե Բախը ինչի համար էլ գրել երաժշտությունը։ Միգուցե Բախի համար դա առաջնային հացի խնդիր է եղել։ Ամեն ժամանակաշրջանում նույնն են խնդիրները եղել, որովհետև նույն Բախի երաժշտությունը կորացել մինչև չգտավ դա Մենդելսոնը։ Մենդելսոնը գտնելով այդ երաժշտությունը մեզ տվեց եւ մենք հիմա ունենք Բախ։ Դրա հակառակը մենք ունենք շատ երաժշտություն, բայց ոչ մի բան մենք չգիտենք ինչա մնալու վերջի հաջորդ սերնդին։ Երևանցի Ռուբեն Հախվերդյանն է, սա մեր ուստեն է, սա էլ Դավոն, սա իմ ընկեր Գուգո Ամիրյանն է, սա Ծատկարենն է, սա Գինետուն, սա մեր խորեն Աբրահամյանն է, Ջանի Բեկյան Կարեն իր դերով, սա Արամոն է, սա էլ Միշիկը, սա Հրանտոն է, սա էլ Մուրզոն, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Եթե մենք ունենք աման, որի մեջ դրած են կոնֆետներ, որը փաթեթավորված է շատ գեղեցիկ, բայց մեջը բավականին անհամ, նույնիսկ տհաճ, ինչ որ համ ունեցող քաղցրավենիք է։ Մենք մի հատ հետաքրքրության համար տեսքը փայլում է, շողում է, իսկ մարդը կվերցնի այդ մի կոնֆետը, կբացի եւ կուտի, կոնֆետ ուզեց։ Ու դա կփորձի։
բայց կտեսնի որ համեղ չի։ Նա երկրորդ անգամ հաստատ չի արդեն ուշադրություն դարձնի դրա վրա։ Գործիքավորումը իմ համոզմամբ եւ իմ գոլեգաները, իմ ընկերները, իմ հարազատները ասում են՝ «Վայ, քեզից շատ բան ա կախ, դու ախր ես որ գործիքավորես, գիտես ինչ լավ կլինի», բան։ Դա շատ քիչ տոկոս ունի։ Սուտ է դա, որ ասում են մեծ տոկոս ունի։ Եթե երգը լավը չի, եթե տեքստը լավը չի, եթե կատարողը խարիզմա չունի եւ ընդհանրապես նա իրավունք չունի նույնիսկ բեմ բարձրանա, 1000 բոլոր իմ գոլեգաներ եւ բոլոր գործիքավորողները միանան իրար, ոչ մի լավ բան չի ստացվելու։ Եթե չլիներ Բեսամե Մուչո, երգը կատարվել է 50,000 տարբերակներով, տարբեր գործիքավորումներով եւ ինչ որ մեկի կարծիքով լավ, ինչ որ մեկի կարծիքով վատ, բայց բոլորն էլ լսելի են, որովհետեւ դա հաճելի երգ է, նույնը Yesterday աշխարհի բոլոր հիտերը։ Նույնիսկ հիմա այս տարիների ընթացքում կան հիթեր, որոնք որ հիմնված են այդ հին երաժշտության վրա, հին հիմքերի վրա, հին օրինակների վրա։ Այդ քաղցրավենիքը, այդ կոնֆետը համով է ինքնին, կարելի է նույնիսկ առանց փաթեթավորման դնել այդ հենց ասում եմ կոնֆետ դնել նույնիսկ այդ ամանի մեջ։ Հիմա այդ պատճառով մենք հերոստացույցով նայում ենք, ասում ենք այ մարդ ոնց որ թե դուրներս գալիս է, բայց ինչի սրտներիս մեջ չի մտնում այս կամ այն երգիչը կամ այս կամ այն երգը։ Դա կախված է նույն առաջնային, այդ կատարողը իրավունք ունի բեմ բարձրանա, իրավունք ունի տեսահոլովակ նկարվի, ընդհանրապես ով է իրան իրավունք տվել դա անի։ Դա միայն ցանկությունով չի, որ թե հերոստացույցի դիմաց նստելա, ասելա՝ «Մի րոպե, սպաս, ես էլ կարամ սենց երգեմ, ես էլ եմ ուզում սենց երգեմ»։ Ով է ամենալավը, երգրողը, այս X-ը, ով է գործիքավորը, Y-ը, վերցեցինք Z-ին գտանք, որ գումար դնի դրա մեջ, ինքը գնա տեսահոլովակ նկարի։ Ամենատհաճ երևույթը դա ինչ որ կատարվում է հիմա մեդիա միջոցներում։ Չի կարելի, ամեն մարդու համար չի նախ արվեստը եւ ամեն մարդու համար չի բեմը։ Այսօր ցավոք սրտի ես նույնիսկ տեղյակ եմ, որ կոնսերվատորիայում սովորում են մարդիկ, որոնք նոտայագրություն չգիտեն։ Ահա որ բան է, ոնց որ մենք գնանք հիմա բանասիրական, բայց չիմանանք տառերը։ Գրել չիմանանք։ Շատ մեծ նշանակություն ունի մարդու վերաբերմունքը կոնկրետ իր երգի նկատմամբ, իր գործի նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք որ ուղղակի հիվանդ են իրենց գործով, դա առաջնային պետք է վարակված լինես քո իդեայով, վարակված լինես քո գործով, քո երգով, այդ պահի երգով։ Եթե ինքը ասում է իմ երեխան մատերը պետքա կտրած ավելի գեղեցիկ լինի, իր երեխան է դա, ասենք, այդ երգը։ Ես փորձում եմ այդ երգչին կամ երգչուհուն բացատրել, որ դա չի կարող լավ լինել, նույնիսկ ինչքան եթե դու նոր իդեա ես պատկերացնում, այդ սահմանների մեջ պահելը շատ կարևոր եմ համարում այդ պահին, որ պետք չի կտրել ինչ որ բաներ, որոնք որ գեղեցիկ են։ Նույնիսկ եթե քո մոտ ծնվել է տենց այդ գաղափարը, որ պետքա ինչ որ վատ տեսք ունենա այդ ամեն ինչը, աշխատում եմ պարփակել, սահմանափակել, որպեսզի շատ չընթարցակվի, էլի, տաղանդավոր կամ շնորհքով երգիչը։ Ճաշակ ասելով, օրինակ հիմիկվա մեր երիտասարդության ճաշակը կոնկրետ հիմա որ ձեզ տեսնում եմ, ինձ թող չլինի այնպես չստացի, որ ես վախից եկել եմ, ձեզ ասում եմ, չէ դուք լավն եք, մնացածը վատն են։ Բայց այդ պատճառով ասեմ, որ իսկապես լուսավոր մարդիկ եք եւ հաստատ ունեք ճաշակ։ Իմ կարծիքով ճաշակը ամբողջ կյանքի ընթացքում դե ձևավորվող մի հանգամանք է։ Եթե մենք ասենք սա այս ոճի երաժշտությունը վատա, եկեք չլսենք, մենք դրանով ստեղծում ենք, այ մարդ ինչի չլսենք, մի րոպե կարող են դեռ լավ բան կա, այդ որ լսում են այս կամ այն խավի մարդիկ, ինչի են իրանք լսում։ Իրանց ճաշակի թելադրանքն է, իրանց ենթագիտակցության, միգուցե դա են լսել իր ծնողները, միգուցե նույնիսկ լսածել չլին իրենց ծնողների դեմքին, իրենց ծնողների նկարները, որ նայում է, հասկանում է, որ ինչ որ մի բան դարերի խորքից եկել է այդ ճաշակով։ Տեսողական շատ մեծ նշանակություն ունի, թե ինչ հասարակության մեջ ես դու մեծանում։ Հենց նույն հագուստը ինչ ձևի է, դա չի թելադրվում
դրսից։ Մեզ հագցնում են փոքր ժամանակվանից մեր ծնողները եւ մենք ինչ-որ մի բանի համաձայն ենք, ինչ-որ մի բանի համաձայն չենք։ Մեր ժամանակ իմ սերնդակիցները լսում էին այլ երաժշտություն, բայց տեղյակ էին այլ երաժշտությունից էլ, որոնք որ մեզ դուր չէր գալիս։ Մեզ այն ժամանակ մի քիչ դեմոդե էր համարվում լսելը այս կամ այն ոճի, չեմ ուզում նշեմ, նույնիսկ նույն դիսկոն մենք ասում ենք դե լավ, շատ պրիմիտիվ երաժշտություն է, մենք ավելի խորը sense ինչ որ ջարդած կոտրած երաժշտություն էինք լսում։ Այսինքն ժամանակը ինչ որ մի բան թելադրում է իր կողմից ճաշակ, բայց մենք այդ ամեն ինչից ընտրում ենք մեզ համար հարազատ բաները։ Yari pare pare gari yari jan jan hari balerin jana se gari yari jan jan hey yari pare pare gari yari jan jan hari balerin jana se gari yari jan jan jumping up with the north bar jale jale dari dari do Here we go. Հաստատ գիտեմ եւ վստահ եմ դա ասում, կապ չունի որ ոչի մեջ։ Ես նույնիսկ կարող եմ օրինակներ բերել նույն դասականում, ինչ որ կատարվում է անորակ երաժշտության դրսևորումները, նույն էստրադայում, նույն գեղանկարչության մեջ, ամեն ինչում։ Նույնն էլ վերաբերվում է երաժշտության եւ պոպ երաժշտության մեջ։ Պոպուլյար երաժշտությունը դա չի նշանակում վատ երաժշտություն, որը որ մենք պիտակավորում ենք ինչ-որ անուններով։ Նույնն էլ ռեստորանում, քանի որ մեծամասամբ հնչում է պոպուլյար երաժշտության այն տարբերակը, որը կոչվում է ռաբիսի վատ դրսևորումների, որը որ մենք բախվում ենք ցավոք սրտի հիմիկվա մեքենաների մեջ մեծամասամբ ռեստորաններում, ինքը այդ ճաշակի այն ուղղությունն է, որը որ միևնույնն է չի կարող միջև վերջ մտնի մեր հայերի սիրտը, որովհետև ինքը ինչ որ մի հատ անորակություն իր մեջ ունի։ Յուրաքանչյուր մարդ պետք է կողքինին ինչ որ մի բանով օգնի ճաշակ թելադրի, բայց ոչ փաթաթի վզին։ Իմ ընկերները մի սերունդ բարձր մարդիկ, ես տեսնում եմ իրենք ինչ են լսում, ինչ են նայում, իրանք ինձ տալիս էին այդ ձայնագրությունները, այդ հնարավորությունն էին տալիս, որ ես կարողանայի դա լսեի։ Ինձ թվում է դա առաջինը պետք է լինի տեսողական։ Տնային տնտեսուհիների համար ստեղծված հեռուստատեսությունները պետքա վերանան։ Այդ որ կաղամբա կտրտում ու ինքը հեռուստացույցը նայում է, թե ինքը չի նայում, ինքը լսում է, ինքը այդ գաղափարից երբ որ մենք դուրս գանք, մեզ համար սկսի արդեն հետաքրքրել հեռուստատեսությունը։ Ես մի քանի տարի է չեմ նայում ոչ մի տեսակի, բացի լուրերից, նորություններից, որը որ անպայման չի հեռուստացույց նայեմ, ինտերնետն էլ կա իր տափակություններով իհարկե։ Դա խոսքը վերաբերվում է Facebook-յան եւ նման одноклассники դերին գույնին է, այ կապույտ գույնի однокласснիկն է, չգիտեմ։ Հուսով եմ ոչ մեկիդ վրա չի տարածվում, ճաշակի ինչ որ խեղաթյուրումները չի անդրադառնում, բայց խոսքս նա է, որ մեդիա միջոցների կողմից պետք է ինչ որ մի հեղափոխական գործողություններ լինեն։ Հեղափոխական այն է, որ չգիտեմ, ինչ որ ցենզուրա լինի, որոնք որ կանխվի նման հոսքը դեպի ունկնդիրը, որովհետև նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակ բերելով մենք ասում ենք ինչ այլասերված երկիր է, բայց այլասերվածության բացարձակ նման բան չկա, որովհետև այնտեղ արյան ոչ մի տեսարան արգելված է ուղղակի։ Այդ պատճառով իմ սիրելի օրինակ ֆիլմ սարսափները այնտեղ ոչ թե 2 ժամ է տևում, այլ տևում է 25 րոպե։ Դաժանության տեսարաններ նույնպես արգելված է։ Իսկ մեր մոտ սկսած խոսակցական դաժանությունից, որը որ կատարվում է սերիալներում, ինչքան էլ խոսակցական հայերենը լինի, դա արդեն մերը չի։ Մեր հայերեն լեզուն չի, դա մենք տես չենք խոսում։ Որոշ ներկայացումներում նույնիսկ կա, ես դա չեմ ընդունում, որովհետև մարդիկ դրանով հենց ճաշակ է թելադրվում եւ դրանով մենք սպանում ենք հաջորդ սերնդին, որովհետև ինքը տեսնում է, որ տենց խոսալով ինքը մի բանի հասնում է, ինքը սիգնալ տալով մի բանի հասնում է, ինքը պարտադիր պետքա կարմիրի տակ անցնի փողոցը։ Դրա հետևանքները մենք հետո ենք տեսնելու, ցավոք սրտի։
ասում պատահմամբ թփերում գործիք հայտնվեց։ Ցույց տամ թե որտեղից է սկսում խաբեությունները ամենահայտարարքիր, ամենապրիմիտիվ կոպերֆիլդությունները, որոնք որ անում են ես եւ իմ գոլեգաները, բայց եկեք դուք ինձ օգնեք։ Սկսենք ինչ որ մեծամասամբ ընդհանրապես գործիքավորումը սկսում են մեծամասամբ դրամսից, այսինքն բանից, հարվածային գործիքներից։ Հնարավորություն կա գործիքի սինթեզատորի, որոնք որ մոտարապես արդեն 20 տարի է փորձում են փոխարինեն, բայց հնարավոր չի դա փոխարինել կենթանի երաժշտությանը։ Կենթանի երաժշտին հնարավոր չի փոխարինել, նույնիսկ եթե նա վատ երաժիշտ է։ Սա կարի մեքենային հավասար մի հատ բան է, որը որ կարում է շորեր։ Սա մետրոնոմն է։ Այսինքն ամեն ինչի սկիզբը եւ վերջը։ Արագությունները կարող ենք արագացնել, կարող ենք դանդաղացնել։ Liza Stansfield երգչուհի կա, որի գործիքավորողը եւ Barry White-ի գործիքավորողը նույն մարդն է։ Around the world and I can't find my baby. I don't know when, I don't know why it's gone away. Ցույց տամ, ասենք թե ինչ ինգրեդիենտներից է ինքը բաղկացած։ Գտնենք մեզ համար հարմար ինչ որ հարվածային գործիքների սեկցիա։ Նախնական տալիս է 2 տակտ։ Հիմա սա դնենք ցիկլի մեջ։ Ես գնալով ավելացնելու եմ ինչ-որ բաներ։ Հիմա ձայն եմ գտնում ուրիշ, ասենք դաշնամուր։ Հիմա ասենք գիտար։ Հիմա վերջի շտրիխն ենք դնում, ասենք ջութակներ։ Ու ասենք երկս խնանում բենտամ պամ Դարան դերան դադամ բարամ բամ Դարան դերան 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 դամ Դամ դերան 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 դամ Ստեղ ուրիշ մասա գնում Հետո գնում This is it my dear love My dear love Դարան պամ My dear love, my dear love. Da dum bum, da da bum bum. Այսքան բան կարանք անջատենք ես Ինչ լավ կնենք Միշտ գործիք հավորում անելուց դուք այսքանում լինեիք իմ սենյակում, միասին տեն շատ արագ գործիք գնաց։
չեք կարծում հաճախ է, որ գործիքավորումից կախված է մեղեդու ժանրը։ Երբ որ կատարողները դիմում են այդ քայլին, այդ հանցագործությանը, որ պետք է գործիքավորում անեն, արդեն մեղեդին ընտրված է լինում, եւ մեղեդին, քանի որ ընտրված է, գործիքավորումը պետք է արվի այդ մեղեդու շրջանակներում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք դուք, ինչ առումով, որ մեկ-մեկ գործիքավորումից կախված մեղեդին փոխվում է։ Մեղեդին փոխելով այն ավելի շտկում են մեր երգահանների, քան թե ի սկզբանե եղել է։ Այսինքն, ինչ որ դուք լսում եք, պատկերացրեք, ի սկզբանե լինում է բավականին ավելի տխուր վիճակում։ Եվ գործիքավորողները մեծամասամբ շտկելով մեղեդին երգիչների միջոցով տալիս են ավելի որոշակիորեն ավելի հետաքրքիր եւ լսելի բան։ Այսինքն պատահում են մեծամասամբ դեպքեր, որ գործիքավորման պահին մեղեդին փոխվում է շատ անգամ։ Գործիքավորողի մասնագիտությունը ենթադրում է որևէ երաժշտական գործիքի կոմպոզիցիայի լիարժեք իմացություն, թե լսողությունը եւ տեխնիկական գիտելիքները բավական են։ Ցանկալի է իհարկե եւ նույնիսկ շատ պետքական է ինչ-որ գործիքի իմացությունը, ցանկալի է ոչ թե գործիքի, այլ գործիքների իմացություն, կոնկրետ իմ պարագայում, բայց ինչ-որ նույնիսկ կարող է ոչ այդքան խորը իմացություն, ինչքան երաժշտական ճաշակ նորից եւ հասկացողություն կա երաժիշտների մեջ, այդ գտածակն է, բայց իհարկե պարտադիր է երաժշտական գիտելիքները, նոտաները իմանաս գոնե։ Չնայած կան անհատներ, տաղանդավոր մարդիկ ընդհանուր երաժշտական պատմության մեջ աշխարհում, նույն Չարլի Պարկերը ինքը նոտա չգիտեր։ Դա անհատներ, դա տաղանդների մասին է խոսքը, հանճարների։ Եվ վերջապես դու երաժիշտ ես, դու պետք է նվագես։ Եթե լավ գործիքավորող ես, մաուսով ես դա անում, դնում ես կան ծրագրեր հիմա տեխնիկայի, որոնք որ դնում են, ինքը իրան դա անում է։ Առանց այս ամեն ինչի, մի հատ կարելի է սովորական մաուսով եւ մարդիկ կան դա անում են եւ հիմիկվա ոճեր էլ կան, որ դա ժամանակին երաժիշտների նվագած ֆրազաներով, ասենք թե դա դնում են, իրանք չեն նվագում։ Դա դրանց ուղղակի իրար կպցնում են, դա նույն բանն է, ոնց որ ես նկարում եմ, էլի կոմպյուտերով։ Իրանք դրանով երաժշտություն են, ես էլ տես նկարում եմ, քանի որ բացարձակապես անտաղանդ եմ նկարելու հարցում, չհնարավոր չէ, ուղիղ չեմ կարողանում քաշեմ։ Պարտադիր է իհարկե։ Երգը գործիքավորելիս ո՞րն է ձեզ համար որոշիչը՝ սեփական ճաշակը, մոտեցումները, թե հեղինակի ցանկությունները։ Եվ պատահել է արդյոք այնպես, որ չեք գտել բոլորին բավարարող տարբերակը։ Իհարկե պատահել է, որ չեմ գտել, նույնիսկ հարաբերություններ են վատացել, այսինքն այն առումով, որ այս Արա Թորոսյանը եք ասում, Մուրզո եք ասում, էսա է սրա արածը, այսքաններ կարողանում անել։ Ընդհանուր ոչ մի հայտարարի չենք եկել, եղել են դեպքեր նույնիսկ այն աստիճանի չի ստացվել, որ ոչ մի բանով չեմ կարողացել, ընդհանուր հայտարարի չեմ կարողացել գալ։ Դե եթե մարդիկ գալիս են կոնկրետ դիմում են ինձ, որոշակի մինիմալ բանը, ճաշակը գիտեն, թե ինչ ձևի կգործիքավորի այս կամ այն անձնավորությունը։ Եղել են դեպքեր, որտեղ ասել եմ, իսկ կլինի ես անեմ, բայց չասեք, որ ես եմ արել, կամ չի գրվում, որ ես եմ արել, որովհետև վատն է, երգը չի ասում, այտենց համաձայն չենք։ Դա արդեն մի քիչ ցավալի փաստ է, երբ որ օգտագործվում է միայն քո անունը, այլ ոչ թե քո երաժշտական ճաշակը։ Պարոն Թորոսյան, շնորհակալություն հատելի զրույցին։ Ձեզ եմ այնքան կոնֆետի մասին խոսեցի, որ ինձ կոնֆետ նվիրեցին, շատ ուրախ եմ այդ փաստի համար, լավ հանդիպում էր շատ, շնորհակալություն։